Եթե մենք դրել ենք վարիկոզ հիվանդություն ախտորոշումը, ապա սա ցավոք սրտի դեղորայքային բուժում չունի։ Դեղորայքային բուժման շնորհիվ մենք կարող ենք պարզապես մեղմել սիմպտոմները, արտահայտվածություն, այտուցի աստիճանը, հիվանդի գանգատները, բայց լիարժեք բուժում հնարավոր է միայն վիրահատության արդյունքում։ Եվ բարեբախտաբար վերջի տարիներին մենք ունենք ժամանակակից վիրահատության տեսակներ, որի շնորհիվ պատկերացրեք, հիվանդը կարող է վիրահատվել ընդամենը 20-30 րոպեում, անմիջապես ոտքի կանգնել վիրահատական սեղանից, քայլելով վերադառնալ հիվանդասենյակ, հագուստը փոխել եւ գնալ աշխատանքի կամ անցնել բնականոն կյանքի։ Ցանկացած բարդության վարիկոզի դեպքում բարդության, այո, պարզապես մի նրբություն, եթե տրոմբոզի հետ գործ ունենք արդեն, ապա այս պարագայում շատ կարևոր են նաև լաբորատոր հետազոտությունները եւ շատ հաճախ մենք հետաձգում ենք վիրահատությունը, դեղորայքային բուժում իրականացնում ենք արդեն տրոմբոզի կապակցությամբ, հանգստանում է մակարդելությունը, նոր իրականացնում ենք վիրահատությունը։ Եվ նշեմ, որ խոսքը գնում է վարիկոզի լազերային վիրահատության մասին, որը հնարավոր է իրականացնել առանց կտրվածքների, առանց կարերի, առանց որևէ անզգայացման, նույնիսկ էպիդուրալ անզգայացման կարիք կամ ժողովրդի համար հասկանալի լեզվով ասված ողնաշարային անզգայացման կարիք այս դեպքում չի լինում։